Մենք մեզ կոտորում ենք բեմի վրա։ Խազերի այս սկանդալից հետո իմաստուներ ստանալ այդ մրցանակը։ Ոչ թե հարցնում են որ արտիստն է լինելու, այլ հարցնում են ինչ է լինելու ուտելու։ Բոլորը մտածում են լայքերի, դիտումների եւ սրտիկների մասին։ Իմ բոլոր ընկերները ինձ հորդորում են դիմել, երևի վիճակս շատ ծանր է։ Ամուսնացել եք, բայց գաղտնի եք պահում։ Ողջույն Captain Like-ի եթերում առանց ֆիլտրերի այսօր զրուցել ենք Նեմրա խմբի համանինադի, վոկալիստ, գիտարահար եւ երգահան Վան Եղիազարյանի հետ։ Ողջույն, Վան։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիր հրավերը։ Սիրով։ Գիտեմ, որ հարցազրույցներ տա շատ չես սիրում, երբեմն նույնիսկ խուսափում ես։ Որն է պատճառը։ Հիմնականում խուսափում եմ։ Պատճառը այն է, որ այդքան չեմ սիրում խոսել ընդհանրապես։ Ավելի շատ ստեղծագործական աշխատանքով եմ զբաղված։ Երգերի միջոցով եմ սիրում արտահայտվել։ Ավելի փակված։ Այո։ Ճիշտ հասկացա։ Ես առաջարկում եմ զրույցը սկսենք մանկությունից, պատմես ինչպիսի երեխա ես եղել, որտեղ ես ծնվել, մեծացել, ինչ ընտանիքում։ Ծնվել եմ Էջմիածնում, դպրոց եմ գնացել Երևանում, 149 միջնակարգ դպրոցում, հետո մի քանի դպրոց փոխել եմ վերջին դասարաններում։ Ընդհանուր առմամբ լավ մանկություն եմ ունեցել, ուրախ, ամենատպավորիչ մասը մանկությանս ֆուտբոլն է եղել, որ անբաժան մասն է եղել մեր կյանքի, առավոտից իրիկուն ֆուտբոլով ենք զբաղված։ Ընդհանրապես ստեղծագործական հետագա ուղուն շատ դրական ազդել է այդ ամբողջ ընթացքը։ Այդքանը։ Ծնողներիդ մասին կպատմես, երաժշտության հանդեպ սերը նկատվում էր նրանց մեջ, երաժիշտներ եղել են։ Ծնողներս եւ ընդհանրապես մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել մինչեւ մեզ, բայց ծնողներս շատ մեծ սիրահար են երաժշտության։ Հայրս ավելի շատ սիրել է ռոք, մայրս ավելի տենց փոփ երաժշտություն, բայց երկուսն էլ երաժշտությանը մոտ են եղել որպես լսող։ Իսկ դու ինչպիսի երեխա ես եղել, ինչ են պատմում քեզ փոքր տարիքից ճանաչողները, ավելի ակտիվ ես եղել, հանգիստ, բակում, դպրոցում, ինչ որ խնդիրներ ստեղծել ես, թե ոչ։ Չարաճճի երեխա չեմ եղել հաստատ, խելոք երեխա եմ եղել, ավելի շատ մի քիչ չափից շատ մտածող իմ տարիքայինների համեմատ, բայց շատ տարբեր էի դպրոցում եւ Բաքում ավելի շատ ակտիվ եմ եղել, դպրոցում ավելի пассив եմ եղել, որովհետեւ ինձ երբեք դուր չի եկել այդ շատ երեխաներով, ընդհանրապես շատ մարդկանցով տարածքները ինձ երբեք հաճելի չեն, թե համալսարանը չեմ սիրել, թե դպրոցը, որովհետեւ այդ աղմուկի մեջ ես կորցնում էի միշտ ինձ, ավելի пассивանում էի։ Իսկ երբ հասկացար, որ հենց երաժշտություն ես ընտրել, որովհետև նշեցիր ֆուտբոլի սիրահար ես եղել, որ տարիքում զգացիր։ Կարծեմ ընդունվել ես Ժող ինստիտուտ, չէ՞, սովորել ես Ժող ինստիտուտում, կպատմես։ Ընդհանրապես նախ շատ մեծ մելոման եմ ես միշտ եղել փոքրուց, սիրում էի գժի պես երաժշտությունը լսել, որպես լսող, մինչև հիմա էլ ես ինձ ավելի շատ համարում եմ երաժշտություն լսող, քան երաժիշտ, բայց 7 տարեկանից հաճախել ենք եղբորս հետ ջութակի սովորական դպրոց, Սարաջևի անվան դպրոց, իհարկե մեծ բազա է դա մեզ տվել, բայց հետո մեծանալով տարիքի հետ երևի ինչ-որ ընկերների ավելի շրջապատի հետ իրենց խելքին ընկնելով որոշեցի ստանդարտ գծով գնալ, տնտեսագիտական համալսարան ընդունվեցի, էլի վատ չէր, բայց ձանձրալի էր ամեն դեպքում իմ համար ու երրորդ կուրսից տենց ձեռքս հայտնվեց պատահաբար գիտար ու ինքնուս սկսեցի սովորել ու երգեր գրել։ Ու 2012 չէ թվականին փոխվեց կյանքդ հիմնովին եւ դու եւ եղբայրդ Վասպուրը որոշեցիք ստեղծել, հիմնադրել Նեմրա խումբը։
Ինչպես որոշեցիք ստեղծել խումբը ու ինչ դժվարություններ կար այդ սկզբում, հետաքրքիր է դուք այդ պահին հասկանում եք, որ տարիներ հետո դառնալու եք Հայաստանում ամենասիրված ռոք խմբերից մեկը։ Այդ պահին ուղղակի անում ենք այն, ինչ որ ուզում էինք անեինք, առանձնապես երկար բարակ չէինք մտածում, մեր տան հենց կողքը կար փորձատեղ, որտեղ հաճախեցինք, սկսեցինք նվագել, սովորել կարելի ասել, անգամ Վասպուրը, որ բաս գիտարարն է մեր, չուներ գործիք, ու ուղղակի հավաքվում էինք, այնտեղ տեղում կար գործիքը ու զրոյից լրիվ սկսեցինք մտքեր հավաքել, երգեր գրել ու ստացվեց ինքնըստինքյան։ Երկար բարակ չենք մտածել, չենք պլանավորել ոչ մի բան։ Իսկ կողքից հաճախ ասում են, չէ, այ գուցե չի ստացվի եւ այլն, նման կարծիքների լսում եք, թե ավելի շատ անտարբեր եք։ Երբ ինչ-որ նոր բան է ստեղծում, հաճախ կողքից չէ, շատ են կարծիքները, որ գուցե կձախողեք, չի ստացվի, Հայաստանում օրինակ ռոքը հարթ ճանապարհ չունի եւ այլն։ Նման կարծիքներ լինում էին ու դուք ինչպես էիք արձագանքում։ Տարօրինակն այն է, որ մինչև հիմա ենք լսում այդպիսի կարծիքներ, այսինքն մարդիկ դեռ չեն պատկերացնում, որ հնարավոր է ունենալ ռոք խումբ Հայաստանում ու լավ կյանքով ապրել, բավարարված լինել ընդհանրապես հոգեպես, ունենալ լսարան եւ հազվադեպ երևույթ է դա։ Սկզբից իհարկե շատ էին թե քննադատությունները, թե թերահավատորեն մոտեցողները, անգամ նշանավոր մարդկանցից ասում էին ավելի լավ է ուրիշ գիտարիստ ճարեք, ավելի լավ է ուրիշ վոկալիստ ճարեք, բայց մենք գիտենք, որ մեր գրած երգերը մեզնից լավ ոչ մեկ չի կարողանա ներկայացնի ու վստահ ենք։ Նշեցիք, որ հայտնի մարդիկ էին նշում։ Անունները դե տենց իմաստ չունի իմը ասել, մեդիա ոլորտից շատ մարդիկ կային, որ հիմա եթե ինչ-որ միջոցառումներ ա լինում, հրավիրում են։ Հիշեցնում եք։ Գրում են, որ մեծ պատիվ կլինի, եթե գնամ։ Չէ, ես տենց հիշում եմ, բայց չեմ հիշեցնում տենց ուղղակի իմաստ չունի, իմ գործը ամեն ինչ ապացուցում է։ Իսկ եղան պահեր օրինակ, որ մտածում եք գուցե իրոք չի ստացվի եւ ամենացավոտ մերժումը որն էր։ Մինչև հիմա ես զգում եմ ամեն օր օրը մեջ կարող եմ զգամ այդ զգացողությունը, որ գուցե չի ստացվում, այսինքն ինչ-որ առումով դա ինձ պահում է, որ ես մնամ որպես այս ոլորտում նորեկ ու փորձեմ ինքս ինձ զարմացնել ստեղծագործական առումով, մինչև հիմա ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մի կոնկրետ կետի ենք եկել, որ էսա ու վերջ։ Երբ աշխարհահռչակ Սերժ Թանկյանը կիսվեց ձեր երգով առաջին անգամ, արթնացար ու տեսար, ինչ զգացողություն էր դա։ Նախ մինչև դա շատ հիասթափված է արձագանքից, լսարանի, She's Beautiful երգներ, շատ մեծ սպասումներ ունեինք, որովհետև այդ երգը մի քիչ տարբերվում էր մեր նախորդ երգերից, ավելի բլյուզ ռոքի մեջ էր ու բավականին գեղեցիկ աշխատանք էինք կատարել ձայնագրության ժամանակ, լավ աշխատել էինք, բայց արձագանքներից այդքան գոհ չէի ու այդ կոնտրաստի մեջ Սերժ Թանկյանի կիսվելը իր էջում շատ մեծ ոգևորություն առաջացրեց թե իմ, թե խմբի անդամների մոտ ու ընդհանրապես այդ կետից սկսած Սերժ Թանկյանը անընդհատ այդ նեղ պահերին իր գոյությունը միշտ իր աջակցությունը միշտ մեզ ոգեշնչում է, հիշեցնում է, որ ճիշտ ուղու վրա ենք, շատ հետաքրքիր պատմություն ընդհանրապես եղավ այդ առումով, որ հենց System of a Down-ից ամենաշատը ոգեշնչվեցինք իրենցից ու ճանապարհը մեզ բերեց հասցրեց դուետի Սերժ Թանկյանի հետ։ Նրա հետ համագործակցությունը շատ ես նշել, որ երազանք էր քեզ համար, չէ՞։ Այդ երազանքը երբ կատարվեց, դրանից հետո ինչ զգացողություն էր, ինչ որ դատարկություն եղավ, թե նոր նպատակի ձգտում ավելի շատ։ Անկեղծ ասած դատարկություն եղավ, որովհետև այնպիսի վառ էմոցիաներ ապրեցինք այդ ընթացքում,
որ հետո դժվար էր ինչ-որ նոր բանով լրացնելը, բայց աստիճանաբար իհարկե նոր հաջողություններ գրանցեցինք, համերգներ եւ այլն ու ամեն ինչ եկավ տեղը, բայց դեռ կարծում եմ նորից պետքա գա այդ էմոցիաների պիկը մեր մոտ։ Նաև Զենֆիրայի համերգի հատուկ հյուր էիք։ Այո։ Եղան նաև քննադատություններ, չգիտես ինչու, ինչն էին քննադատում, հետաքրքիր է մարդիկ, ինչից էին դժգոհ։ Դե մարդիկ ուղղակի սովոր չեն, պատկերացում չունեն նմանատիպ համերգների ֆորմատից, չգիտեն, որ լինում են խմբեր, հյուր խմբեր արտիստներից առաջ, հիմնական արտիստից առաջ, այդ ֆորմատին ծանոթ չեն ու քանի որ մեր երկրում բոլորը շատ զբաղված են ու բոլորը տենց շատ թանկ են գնահատում իրենց ժամանակը, ավելորդ ժամանակ չէին ուզում կորցնեին Զենֆիրայից բացի այլ խմբի լսելու, ինչ-որ հայկական ինչ-որ խմբի, բայց դա միայն բացասական մի քանի կարծիքներն են, որովհետև համերգի ընթացքում տեսանելի էր, թե ինչ ոգևորվածություն կար լսարանի հանդեպ, լսարանի կողմից, թե հայերի կողմից, թե նաև ռուս լսարանի կողմից, շատ ջերմ ընդունվեց ու հիանալի ելույթ ունեցանք։ Ես ներկա էի, իրոք հիանալի ելույթ էր, իսկ հասցրեցիք շփվել Զենֆիրայի հետ։ Համերգից հետո շփվեցինք, շատ դրական կարծիք ունեմ, շատ հաճելի էր, իր կերպարը մի քիչ անհասկանալի է մինչև իր հետ շփվելը, բայց երբ շփվեցինք, պարզ դարձավ ինչքան հաճելի մարդ է։ Ասում էր, որ վաղուց է լսել մեզ, որովհետև իրեն ծանոթացրել է իր նախկին պրոդյուսերը Բուրլակովը, որը մեր ստեղծագործությունների երկրպագուն է կարելի ասել, ոչ մեկ անգամ է նշել այդ մասին ու վաղուց հետևում էր մեզ ու առիթի դեպքում ցանկություն է ունեցել, որ մենք միանանք իր համերգին ստեղ։ Նաև բազմաթիվ համաշխարհային համագործակցություններ ունեցաք, վերջերս նաև Կալիոյի հետ մեկ բեմում ելույթ ունեցաք, Խազերում 2 տարի անընդմեջ ստացաք տարվա լավագույն ռոք խումբ։ Այո։ Խազերի այս սկանդալից հետո իմաստուներ ստանալ այդ մրցանակը արժեզրկվեց, թե ամեն դեպքում մրցանակ ստանալը միշտ հաճելի է եւ կարեւոր արվեստագետի համար։ Մրցանակ ստանալը միշտ հաճելի է, եթե դա արդար է, իսկ մեր դեպքում վստահաբար արդար է։ Եվ մինչև սա 2018 թվականին ենք լավագույն խումբ ճանաչվել Ծիծեռնակ մրցանակաբաշխությանը ու 18 թվականից մինչև 25 թվականը չկար Հայաստանում նմանատիպ միջոցառում, այսինքն կար մի քիչ այլ ժանրերի հարսանեկան տենց ոճի մրցանակաբաշխություններ կային, բայց գլոբալ որ գնահատվեն տարբեր ոճեր, նաև ռոք ոլորտը լինի, դասականը լինի եւ ջազը, կարծում եմ 18 թվից հետո 25 թվիններ Խազեր մրցանակաբաշխությանը ու իհարկե շատ կարևոր է գնահատված զգալը, նաև չնայած որ հանդիսատեսի կողմից մենք գնահատված ենք միշտ ու զգում ենք այդ սերը, բայց նաև մասնագետների կողմից գնահատվելն էլ հաճելի երևույթ է։ Խազերի շուրջ այդ սկանդալից հետո ինչ ես կարծում, արտիստները ինչու բոյկոտեցին եւ արդյոք արդարացնում ես նրանց քայլը, թե չեմ կարող ասել, ամեն մեկը իր պատճառներն ունի, մենք մի քիչ այդ ամեն ինչից հեռու ենք, կարծում եմ ակնհայտ էր, որ կոնկրետ թե այս տարի, թե անցած տարի շատ մեծ աշխատանք են կատարել ու հենց ռոք ոլորտում արժանի էինք մենք, դրա համար ինչ վերաբերում է այլ ժանրերին, չգիտեմ, երևի, բայց ընդհանրապես պետքա կարծում եմ մի քիչ թեթև նայել այդ ամեն ինչին, մանավանդ որ փոփ ոլորտում այդքան միանշանակ չի, որ լավագույն երգիչ կամ երգչուհին այս կամ այն արտիստն է, որովհետև բոլորն էլ ակտիվ են, ցավոք սրտի ռոք ոլորտում մի քիչ այդ ակտիվությունը պակասում է, դրա համար այդ
կոնտրաստը շատ մեծ է երևում։ Ամեն դեպքում եթե մի քանի մեծ գործունեություններ ունեցած ռոք խմբերից այլ ռոք խումբ վերցներ մրցանակը, չեմ կարծում, որ մենք դրանից նեղվենք, նեղ սրտենք։ Եղավ տեսակետ, որ եւ Իվետ Ամուկչյանը եւ Բրյունետը չէին մասնակցել, որովհետեւ մտածում էին, որ չեն ստանա։ Չեմ կարող ասել, որովհետեւ այդ ավելի շատ իրենք պետք է ասեն, ինչի համար չեն մասնակցել, քանի դեռ իրենք հստակ չեն ասել, կարծում եմ իմաստ չունի իրենց տեղը որոշել, թե իրենք ինչու չեն մասնակցել։ Նաև շրջանառվում էր Տաթև Ասատրյանի, Դումիկյանի անունները, որ չկային, ինչ ես կարծում, ամեն դեպքում ճիշտ քայլ էր, թե սխալ նրանց չընդգրկելը, որովհետև հաշվի առնելով, որ Տաթևը մեծ համերգներ էր ունեցել տարվա ընթացքում։ Այդ ամեն ինչը պետք է կազմակերպիչները հասկանան, ես ավելի շատ մեր ոլորտի վրա եմ կենտրոնացած ու շատ մեծ տարբերություն եմ դնում այն ստեղծագործական ոճին, ինչ որ մենք եւ այլ ռոք խմբերն են անում, ստեղծագործող եւ մնացած ժանրերի մեջ։ Դրա համար գնահատականներ տալ չեմ ուզի, ամեն դեպքում հնարավոր է, որ կազմակերպիչները դրանով որոշակի ինչ որ գնահատական են տվել ժանրային, որը կամ պետքա կարծում եմ ավելի հստակ արվի։ Որպես երաժիշտ, ինչ ես կարծում, ճիշտ մոտեցում էր, թե ամեն դեպքում։ Որպես երաժիշտ ես մի քիչ կասկածում եմ, որ ֆոլք ժանրին են պատկանում տվյալ երգիչներն ու երգչուհիները։ Այսինքն ֆոլկը իմ պատկերացմամբ մի քիչ ուրիշ է։ Բան ձեր երգերը հոգուց ու սրտից են գալիս միշտ ու դու ստեղծագործում ես հաշվի չառնելով պահանջարկը, եթե ես ճիշտ եմ նկատում, մեր օրերում, երբ բոլորը մտածում են լայքերի, դիտումների եւ սրտիկների մասին, դժվար չի այդ լայքերի աշխարհում հավատարիմ մնալ քո ոճին ու գրել են երգերը, որոնք քո հոգուց են գալիս եւ գուցե այս պահին օրինակի համար պահանջարկ չունենան։ Եվ դժվար է եւ հեշտ է այն առումով, որ շատ դժվար կլիներ դեմ գնալ իմ բնույթին։ Դժվար է իհարկե այդ ընդհանուր այդ շուկայում գոյատևելը, բայց շատ շնորհակալ եմ մեր լսարանին դրա համար, որ երբեք մեզ չեն հիասթափեցնում ու հուսով եմ մենք էլ իրենց չենք հիասթափեցնում ու այդ կապը շատ ամուր է մեր ու առանձնապես պետք չի թրենդերի հետևից ընկնել մեր դեպքում, որ այդ կոնկրետ լսարանի սերը ունենալ, մեր լսանում էս պահում է։ Ամենաշատը, որ քեզ նյարդայնացնում է Երևան քաղաքում։ Շատ բաներ են նյարդայնացնում ինձ Երևանում, բայց երևի մեքենա վարելը ամենաշատը։ Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ, շատ եմ դա նկատում։ Վարում ես, բայց ինքդ։ Արդեն չեմ վարում դրա պատճառով, որովհետև իրոք նյարդերս տեղի են տալիս։ Ասում են, որ արվեստագետները շատ ստեղծագործող մարդիկ շատ փխրուն հոգի ունեն եւ ավելի խոցելի են համամիտես թե չէ ու երբ ես օրինակ նեղանում, վիրավորվում աշխարից ու որոշում ես, որ ել չեմ ստեղծագործելու։ Չգիտեմ իմ դեպքում փխրուն եմ թե չէ, բայց որ զգացմունքային եմ ու շատ ծայրահեղ էմոցիաներ եմ ունենում, թե ուրախանալս է շատ ծայրահեղ ուժեղ էմոցիոնալ, թե տխրելս, դա հաստատ եւ երևի դրանց արդյունքում է հենց երգերը գրվում։ Ավելի շատ ուրախ վիճակում է ստեղծագործում, թե հակառակը տխուր։ Ավելի շատ տխուր երևի, բայց նաեւ ուրախ երբեմն ցինիկ երգեր էլ ունեն։ Կպատմես մի պատմություն, որը առաջին անգամ կհնչի մեր եթերից։ Ով այդ պատմություններ պատմելուց հեչ լավ չեմ։ Բոլոր պատմությունները երգերից մեջ են հիմնականում, էլի տենց։ Իսկ ինչ որ երգի ստեղծման հետ կապված ինչ որ պատմություն կա, նշեցիր, որ ավելի տխուր իրավիճակում եմ ստեղծագործում, օրինակ, որն է եղել ամենադրամատիկ պատմությունը, որը դարձել է հայտնի երգ ու հայտնի հիթ է, հիմա բոլորս գիտենք։ Այս պահին Why երգը հիշեցի,
մեր, որը բնապահպանական թեմաներով է, կարծեմ Սևանում էր, որ տեսա ինչ աղտոտված է մարդկանց հետևից աղբը թողած, տենց շատ փնթի վիճակ էր ու այդ գեղեցիկ լիճը, գեղեցիկ պատկերը ու ափին աղբը ու տեղից սկսվեց ծնվեցին առաջին տողերը։ Այս պահին այդ հիշեցի, տպավորիչ էր։ Իսկ ինչպիսին ես դու բեմից ներքև եւ առանց ֆիլտրերի։ Ես բեմի վրա եմ առանց ֆիլտրերի կարծում եմ, ուղղակի բեմից դուրս ավելի երևի ավելի լրակյաց, ավելի քիչ շփվող, բեմի վրա ավելի էքստրովերտ եմ, բեմից դուրս ինտրովերտ։ Այսպես բառեր գիտեմ։ Դու չես սիրում, երբ հանդիսատեսը նստած է լինում, ավելին ասեմ, նյարդայնացնում են քեզ։ Նստած հանդիսատեսը քեզ նյարդայնացնում է համերգի ժամանակ։ Ինչու՞։ Այդքան տենց չի, նյարդայնացնում են, երբ ֆորմատը այնպեսին է, որ դիմացս նստած են, բայց հետևում են կանգնած մարդիկ։ Ես սիրում եմ միշտ, որ կանգնածները մոտիկ լինեն, որովհետև մենք էլ ենք կանգնած նվագում։ Օրինակ ունենք ակուստիկ ձևաչափ, այդտեղ նստած ենք ու լրիվ հանգիստ եմ վերաբերվում, երբ որ դիմացս նստած են, բայց երբ մենք մեզ կոտորում ենք բեմի վրա, սիրում եմ, որ հանդիսատեսն էլ կոտորի։ Ընդհանրապես, բայց երկու ձև էլ ընդունում ենք, մի քիչ կարելի ասել նյարդայնանում եմ, երբ որոշ միջոցառումներին մասնակցում ենք ու սնվում են այդ ընթացքում։ Այդպիսի դեպքեր են լինում։ Որոշ կորպորատիվ, այո, միջոցառումներ լինում են այդպիսի։ Դրանց էլ ենք նորմալ վերաբերում, որովհետև օգնում են մեզ մեր ալբոմները ձայնագրել, տեսալովակներ նկարանել, բայց այդ կուլտուրան ընդհանրապես շատ ծիծաղելի է իմ համար ու երբեմն Սփյուռքից վերջերս խոսում էինք կազմակերպիչներից մեկի հետ, ասում են ոչ թե հարցնում են որ արտիստն է լինելու, այլ հարցնում են ինչ է լինելու ուտելու։ Այդ շատ վատ երևույթ է, որովհետև վերջապես արդեն այդ սովի տարիները հիմա գոնե անցել են մեծ մասի մոտ ու մի քիչ էլ արժի ականջները լցնել ստամոքսի փոխարեն համերգների ժամանակ։ Ինստագրամյան հետևորդները մի քանի հարց են ուղարկել, ուզում եմ կարդալ, եթե դեմ չես։ Իհարկե ոչ։ Երբևէ դիմել ես հոգեբանի, եթե այո, ինչ պատճառով։ Չեմ դիմել, բայց իմ բոլոր ընկերները ինձ հորդորում են դիմել, երևի վիճակս շատ ծանր է, բայց չեմ դիմել մինչև հիմա։ Իսկ հարցրել ես ինչու։ Ինչու են հորդորում դիմել հոգեբանի։ Դե այդ կոնտրաստային բնավորությանս գծերը, այդ էմոցիոնալ վիճակը երևի իրենց անհանգստություն է պատճառում։ Իսկ ինչու չես դիմում։ Կարիքը չեմ զգում, կարող է դիմեմ, այլ երգեր չգրեմ երևի։ Շատերը եւ հատկապես տղամարդիկ ամաչում են դիմել հոգեբանի, այս մշակույթը դեռ Հայաստանում շատ զարգացած չէ։ Ես ոչ մի կոմպլեքս չունեմ այդ առումով, ուղղակի ընդհանրապես հազվադեպ եմ բժիշկներին դիմում։ Էլի կապում եմ դա այդ ինտրովերտության հետ։ Հնարավորինս վատ բան եմ իհարկե անում, բայց մինչև ծայրահեղ վիճակի չի հասնում, աշխատում եմ հեռու մնալ։ Իսկ հոգեբանական ինչ բռնության ձև։ Չէ, հոգեբանական ինչ խնդիրներ ունես, օրինակ, որի հաշտ չես։ Դե հաճախ կարող է ամեն մի անիմաստ բանը նյարդայնացնի ինձ, հենց թեկուզ որ խոսում ենք նոր քաղաքում, ասենք, մեկի մեքենա վարել է անկանոն, մեկի անշնորհ պահվածքը, երկար ժամանակ է հետք թողնում ինձ վրա։ Այսինքն, եթե որոշ մարդկանց մոտ այդ պահին կարող է լինի անցնի, մոտ կռիվ է ձևավորվում, էլի երկար։ Հարցնում են համերգների մասին առաջիկա։ Առաջիկա համերգները Վրաստանում ունենք, Թբիլիսիում, ունենք Եվրոպայի տուրը, Կրակով, Բուդապեշտ, Վիեննա եւ Բրյուսել։ Տուրը սկսվում է Վրաստանինը մայիսի
5-ին, ոնց որ կամ 16-ին կնայեք մեր Instagram-ում, չեմ հիշում։ Հետո Եվրոպայի տուրը 28-ից։ Իսկ Հայաստանում սկսված։ Հայաստանում դեռ պլանավորած չունենք, հունիսի 20-ին Դիլիջանում ունենք ելույթ, Երևանում դեռ պլանավորված չունենք վերջնական։ օգտատերերից մեկը հարցնում է ամուսնացել եք, բայց գաղտնի եք պահում։ Դե ես ընդհանրապես տենց ոչ մի արձագանք անձնականին վերաբերող հարցերի արձագանք չեմ տալիս ընդհանրապես, ոչ դրական, ոչ բացասական, որովհետև ես միշտ մտածել եմ, որ գոնե մեր ոլորտում, մեր ոճը այնպիսին է, որ պետք է ավելի հետաքրքրված լինեն մարդիկ մեր ստեղծագործություններով, մեր գաղափարներով, քան անձնական ինչ-որ չափից շատ կենցաղային է այդ ամեն ինչը ինձ համար։ Ես հասկանում եմ, որ անձնական կյանքը հնարավոր է լայքեր բերի ավելի եւ այլն, բայց մի տեսակ այդ ոլորտի մեջ չենք, լրիվ ուրիշ գծի վրա ենք ու լրիվ ուրիշ աշխարհ է մեզ համար նեմրան, ուզում ենք հնարավորինս այդպես էլ մնա, առանց անձնական կյանքի դետալների։ Դե դա քո իրավունքն է, բայց ես էլ անկեղծանամ, իրականում, երբ առաջին անգամ պիտի անձնական բնույթի հարց տայի իմ հյուրին, դու տեսել ես այդ հաղորդումը ու շատ ես հավանել, Աննա Էլբակյանի հաղորդման մասին է խոսքը, դու գիտես, ես երկար ժամանակ փորձեր էի անում հայելու առաջ, ոնց եմ այդ հարցը տալու։ Իրականում ես տեսակով քեզ նման եմ ավելի շատ, չեմ սիրում անձնականից խոսել, անձնական հարցեր տալ, բայց հասկացա, որ զրույցը միայն երկուսիս համար չի եւ դիտողին շատ հետաքրքիր է հայտնի մարդու անձնական կյանքը։ Մենք ամեն ինչ չի, որ անում ենք դիտողի համար, կոնկրետ նեմրան, առաջին հերթին մենք ինքներս մեզ համար ենք անում ու երջանկանում ենք, երբ որ այն ինչ որ մեզ համար արել ենք, նաև որոշ մարդկանց դուր է գալիս։ Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն, ամուսնացած չեմ։ Շատ լավ, հիմա առաջարկում եմ կարճ խաղաղանք, պիտի պատասխանես առանց շատ երկար մտածելու։ Եղել է չի եղել։ Եղել է բեմ դուրս գալուց առաջ նյարդայնացել ես եւ քեզ հազիվ են բեմ ուղղորդել։ Երբեք չի եղել, որ հազիվ բեմ դուրս գամ։ Եղել է, որ բեմից հազիվ տարել են ինձ սարը։ Իջացրել են։ Որովհետև չեմ ուզեցել։ Հիասթափվել ես ու ցանկացել ես ամեն ինչ թողնել։ Զրույցի սկզբում նշեցի։ Ամեն օր, ամեն օր։ Քեզ ճանաչել են փողոցում ու դու ձևացրել ես, որ դու չես։ Չեմ ձևացրել, բայց այտենց խուսափել եմ հնարավորինս, որ ճանաչեմ։ Աննկատ որ մնաս։ Այո։ Տհաճ իրավիճակում ես հայտնվել հանրային վայրում, խանութում կամ մեկ այլ հանրային վայրում, ինչ որ տհաճ իրավիճակում։ Եղած կլինի, այտենց որ շատ տպավորվել է ու հիմա հիշեմ, չէ, բայց հանրային վայրերում շատ տհաճ իրավիճակներ շատ են լինում ինձ հետ։ Խնդրել են լուսանկարվել, բայց մերժել ես։ Երբեք։ Անգամ ամենահոգնած ժամանակ հնարավոր չի ես մերժեմ։ Ձեր համերգի հրավիրատոմս ես տվել անծանոթ մարդու։ Չեմ հիշում նման դեպք։ Հարսանիքի ժամանակ խնդրել են ռաբիս երգել ու երգել ես։ Չի եղել։ Իսկ եթե խնդրեն։ Մի անգամ մոտեցել են, փորձ են կատարել, բայց ես իրանցից շատ քեֆի մեջ էի ու ագրեսիվ պահվածք դրսևորեցի ու հետ գնացին, հասկացան, որ մենք մեր ռեպերտուարով ենք, այո։ Անելանելի իրավիճակ համերգի ժամանակ։ Անելանելի թվացող եղել է, բայց շատ հիասքանչ ձևով հաղթահարվել է։ Մի անգամ համերգի ժամանակ հոսանքը անջատվեց, բայց հանդիսատեսը շարունակեց երգը երգել, ակապելլա ու փշաքաղեցնող էր ուղղակի իրենց աջակցությունը։ Երգ, որը չէիր հավատում, բայց հիթ դարձավ։ Հենց նարեն երևի, այնց առանձնապես ուղղակի։ Ցանկացած մեր հայերեն մեկնաբանությամբ երգերը առանձնապես այնց, այսինքն ենթադրում է, որ հայերեն լեզվով է կարող լինի, բայց ավելի շատ
մեր ստեղծագործած երգերն եմ կարծում, որ պետք է հիթ լինեն։ Եվ մի քանի հարց Նեմրա խմբի մասին։ Խմբում ամենանեղած կոտը։ Երևի ես չգիտեմ։ Բոլորն էլ ունեն իրենց մեջ տենց այդ հատկությունը։ Բայց ամենաշատը դու։ Բայց շուտ անցնում է։ Որ ստեղծագործող ես։ Փորձերից կամ համերգից ուշացողը ամենաշատը։ Ես։ Բողոքողը։ Ես։ Իսկ բարին։ Բարին։ Մարիաննան Մարեկը։ Իսկ ամենակոնֆլիկտայինը։ Էլի ես երևի։ Ամենասիրվածը։ Վասպուրը։ Եվ ամենահոգատարը։ Մարիաննան։ Շատ լավ։ Եթե սկսեիր 0-ից ամեն ինչ չէիր անի, որ արել ես ժամանակին եւ զղջում ես։ Չկա տենց բան, որովհետեւ ամեն ինչն էլ եթե սխալ ա եղել, դասեր եմ քաղել, ճիշտն էլ էլի ճիշտ ձև կանեի։ Խոսելու բան չունեմ վերջերս ու հազվադեպ եմ գնում ինտերվյուների, բայց քանի որ դու պնդեցիր, եկա ու ուրախ եմ, որ եկա։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Անկեղծ զրույցի համար եւ հաղորդման վերջում մեկ անֆիլտր լուսանկար միասին։ Այո։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք Վան Եղիազարյանի հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ դիմահարդարման համար Արմինե Գաբրիելյանին եւ Մովա ֆոտոստուդիային նկարահանումներն այստեղ իրականացնելու համար։ Կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։